Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, տարվա վերջին ամսվա ոչ այնքան ցուրտ օրերն են եւ մենք շարունակում ենք մեր բնականon կյանքը, սակայն պետք է հիշենք, որ այսօր դեկտեմբերի 7-ն է ու ցավոք 88 թվականի երկրաշարժը մեր ազգի մեջ դաջել է, որ այսօրը սգի, հիշատակի, կորստի եւ ցավի օր է։ Իսկ մենք ունենք մեր կորուստներն ու ցավը վավերագրողներ եւ այս պահին մեր տաղավարում հենց կխոսենք վավերագրողներից մեկի հետ, տաղավարում է Նարե Հակոբյանը, Բեմից ինքնություն, Կարպետը, բեմադրությունից ենք խոսելու։ Բարի առավոտ Նարե, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, ես էլ եմ ուրախ։ Եվ մինչև բեմադրությանը անդրադառնալը ես կուզեի մի փոքր խոսեինք ձեր մասին, ձեր անցած ուղու մասին, ինչ կրթություն եք ստացել եւ ինչպես եք որոշել, որ հենց այս ուղին է ձերը։ Ես նախ Հայաստանում սովորել եմ այստեղի ֆրանսիական դպրոցում, Անատոլ Ֆրանսի անվան դպրոցում եւ ինչու եմ հենց ֆրանսիական դպրոցում սովորել, որովհետեւ իմ մորական կողմի ընտանիքը ցեղասպանություն վերապրածներ են եւ այն ժամանակ գաղթել են հենց Ֆրանսիա, որից հետո տարիներ հետո մորս կողմի ընտանիքը արդեն մոտ 20 տարի է բնակվում է Ֆրանսիայում եւ այսպես շատ մեծ կապ ունեմ Ֆրանսիայի հետ։ Այդ իսկ պատճառով հաճախեցի այդ դպրոցը ավարտելուց հետո որոշեցի, որ պետք է հենց Ֆրանսիա գնամ, որպեսզի թատերական կրթություն ստանամ։ Aix-en-Provence քաղաքում սովորել եմ Aix-Marseille համալսարանում, որտեղ որ ստացել եմ թատերական կրթություն, դերասան եւ ռեժիսուրայի բաժնում։ Իսկ այս վերջի 1 տարին որոշեցի, որ պետք է ավելի անգլերեն թատերական, անգլոֆոն թատերական աշխարհը բացահայտեմ եւ կա մի դպրոց Բարսելոնայում, որը կոչվում է Institute of the Arts of Barcelona, ինքը Լիվերպուլի համալսարանական մի ճյուղ է եւ այդտեղ այս 1 տարին մագիստրատուրայում էի սովորում, որի ընթացքում եւ ստեղծվեց հենց ներկայացումս։ Հրաշալի, այսինքն ձեր բոլոր կրթական մասով անելիքները արտերկրում են տեղի ունեցել։ Շատ լավ, եւ որոշեցիք Հայաստան գալ ու արդեն անդրադառնալ պատմության էջերին հայոց։ Մինչ դա նշեմ, որ դպրոցական տարիներից սկսված այստեղ Աբելյան արվեստի դպրոցում եմ սովորել, որտեղից որ դերասանական աշխարհի հետ սերը առաջացել է ու հետաքրքրությունը 13 տարեկանից այստեղ համազգային թատրոնում տարբեր ներկայացումներում եմ խաղացել, իհարկե Աբելյան արվեստի դպրոցի շրջանակներում, եւ դա օգնեց, որ ուղին այսպես ընտրեմ։ Շատ լավ, իսկ ինչու եւ ինչպես որոշեցիք, որ հիմնական բարձրագույն կրթությունը պետք է եվրոպական համալսարաններում արդեն ստանաք։ Այո, քանի որ հենց ֆրանսիական դպրոցում էի սովորել ու իմ ամբողջ կրթությունը ֆրանսերեն լեզվով էր, ցանկացա, որ հենց Ֆրանսիա գնամ եւ այնտեղի թատրոնը բացահայտեմ։ Հետաքրքիր է այնտեղ ձեր կուրսընկերները Հայաստանի մասին լսել էին, մենք անվանի բեմադրիչներ ենք ունեցել, հետաքրքիր է այնտեղ մեր մասին խոսում են, հիշում են, գիտեն։ Ֆրանսիայում կարող եմ ասել, որ այո, մեծամասամբ գիտեն մեր մասին շատ լավ, իսկ Բարսելոնայում արդեն մի փոքր ավելի քիչ կարող եմ ասել ընդհանրապես Իսպանիայում։ Բայց Ֆրանսիայի հետ բարեկամ երկիր ենք, ինձ թվում է դա էլ մեծ ազդեցություն ունի ամեն դեպքում։ Անդրադառնանք բեմադրությանը, Բեմից ինքնություն, Կարպետը։ Ինչի մասին է ներկայացումը եւ ինչպես հենց այս անվանումը ընտրվեց։ Կարպետ անվանումը ես փնտրում էի մի անուն, որը կլինի բոլոր լեզուներով պարզ կլինի բոլոր մարդկանց համար եւ արտասանական պարզության մասին է խոսքը թե իմաստային։ Երկուսն էլ իրականում եւ որոշեցի, որ հենց Կարպետ պետք է լինի, որտեվ շատ պարզ է, նաեւ շատ հայկական է Կարպետը եւ հենց ներկայացումը Կարպետի մասին էր, որոշեցի շատ հեռու չգնամ այդ թեմայից։ Ներկայացումը ստեղծվել է հենց Բարսելոնայում, որպես իմ դիպլոմային աշխատանք, որից հետո, այսինքն պիես եմ գրել ես դիպլոմային աշխատանքը եւ քանի որ այնտեղի որոշեցի հենց Բարսելոնայում ցուցադրել անգլերեն թե իսպաներեն լեզվով արդեն։ Անգլերեն լեզվով, մի փոքր նաև հայերեն, քանի որ դերասանուհին, որը խաղում է Կարպետում, Լիզա Մուրադյանը հայ է, Մադրիդի հայ է եւ հենց այնտեղ եմ ծանոթացել այդ շրջանակներում։ Լավ եք գտել, ես մտածեցի, թե տեղացիներ պետք է լինեն դերասանները։ Հիմա շատ մտերմացանք մենք այս կարճ շրջանում։ Ուրեմն ներկայացումը գրվել է այս կերպով, կոչվում է բանավոր պատմություն, որի ընթացքում ես ճանապարհորդել եմ տարբեր եվրոպական երկրներում եւ հիմնականում իմ ընկերներից, ծանոթներից վերցրել եմ ինտերվյուներ, հավաքագրել եք, այո, ինֆորմացիան։
ինտերվյուներ եմ վերցրել, որի ընթացքում ես իրենց հարցեր եմ տալիս հայ լինելու մասին, հայերեն լեզվի մասին, ինչ են իրենք մտածում, ինչքանով են տեղյակ իրենց ընտանեկան պատմությունից, ցեղասպանության ժամանակաշրջանից, ինչ գիտեն իրենց ընտանիքի հետ կապված, եւ ինչ են զգում դրսում ապրելով, բայց հայ լինելով, հիմնական իմ նպատակը սփյուռքահայության եւ Հայաստանում բնակվող հայերի, որովհետեւ նաեւ ինտերվյուներից մեկը Երևանում եմ վերցրել, տարբերությունները գտնելն էր նույն հարցերի շուրջ, այսինքն ես բոլորին նույն հարցերն եմ տվել։ Շատ էին այդ տարբերությունները։ Կարող եմ ասել, այո, կային ինչ-որ տարբերություններ։ Մոտ 4 ինտերվյու եմ վերցրել, որից հետո արդեն նաև իմ ընտանեկան պատմությունը ավելացնելով գրվել է պիեսը, որը պատմում է Հայաստանի կարևոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել 100 տարի առաջ մինչև մեր օրեր։ Ցույց է տալիս պայքարը, այսպես եթե արդեն ներկայացման հենց թեմայից խոսեմ, ամբողջ ներկայացումը տեղի է ունենում հայկական կարպետի վրա։ Ես կարպետը Հայաստանից իմ հետ տարել էի Բարսելոնա հենց ներկայացման համար եւ երկու աղջիկ Սփյուռքի հայությունից եւ Հայաստանում բնակվող, որը ես եմ խաղում Հայաստանում բնակվողի կերպարը, պայքարում ենք, որպեսզի կարպետից դուրս գանք, ինքը երկխոսություն է, որը պատմում է ոնց որ երկխոսության ընթացքում իրար հետ ծանոթանում են եւ միտքը նա է, որ թշնամին դրսում է, ինքը մետաֆորիկ տարածք է, այսինքն ոչ դրսում ոչ մի կոնկրետ սահման չկա, բայց ցույց է տալիս այդպես թշնամուն եւ կարպետից դուրս է թշնամին։ Այո, կարպետից դուրս է, ազգագրական պարերով եւ երգերով դա այդ պայքարը ոնց որ ցույց ենք տալիս այս ամբողջ ներկայացման ընթացքում։ Կարպետը ընտանեկան կարպետ է եղել, թե ինչ որտեղից գտել եք ավելի ես շատ դժվար եմ գտել եմ Հայաստանում մի վայրից, այսինքն գնել եմ, շատ դժվար էր, որտեղ մեզ պետք էր թեթև կարպետ լինի, չսղա գետնի վրա, որպեսզի հեշտ իրեն տանենք եւ նշեմ, որ նաեւ վերջերս գնացինք Մարոկո, որպեսզի այնտեղի ֆեստիվալին մասնակցենք, այդ կարպետը նաեւ այնտեղ գնաց։ Ահա, ճամփորդում եմ մի խոսքով կարպետը։ Այո, ճամփորդում է։ Կարելի է ասել այն նույն հետագծով, որտեղով հայերն են անցել իրենց կյանքի տարբեր շրջաններում, ելնելով ինչ-ինչ էջերից պատմության։ Ինչպես։ Ելնելով պատմության ինչ-ինչ էջերից հայերը գնացել են տարբեր տեղեր եւ կարպետն էլ այդ նույն հետագծով շարունակում է ճամփորդել։ Կարպետը Հայաստան գալու է։ Կարպետը արդեն եկել է Հայաստան, մենք հոկտեմբերին խաղացինք Հայաստանում, միջև Մարոկո գնալը որոշեցինք թատրոնում չէ, արվեստի մի կենտրոնում ենք խաղացել, քանի որ ներկայացման համար կոնկրետ բեմ պետք չի, ներկայացման կոնցեպտը այնպիսին է, որ պետք է հանդիսատեսը լինի մեզ շատ մոտ, կողքերն են նստում եւ հենց դիմացը, որտեղ մենք խաղալու ընթացքում այսպես շրջում ենք, հենց դեմ առ դեմ չենք խաղում։ Այո, պահպանորեն այդպես ինտիմ եւ ջերմ միջավայր ենք էլի փորձում ստեղծել։ Հայաստանում Ամեկ Art Space-ում ենք խաղացել հրապարակի հարևանությամբ, շատ հետաքրքիր եւ մեծ պատմություն ունեցող արվեստի կենտրոն է։ Շատ լավ անցավ։ Ինձ հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը, որովհետև կարծես թե նման ոճի առաջին գործն է, որ արվել է, մոտեցումն է հետաքրքիր, ինչպես արձագանքեցին։ Կարելի ասել, որ այո, առաջինն է։ Արձագանքը բոլորը շատ հուզված էին։ Եթե օրինակ Բարսելոնայում մի քանի հոգի կլինեին այսպես, նույնիսկ ոչ հայ, որ իրենց սրտին այսպես լավ կկպներ, Հայաստանում բոլորը հուզված էին, շատ պատասխանատու էր հայ հանդիսատեսի առաջ խոսելը, որովհետև ես ասում եմ, որ իրանք ոնց որ հանդիսատեսը լինեին, ոչ միայն հանդիսատեսը, մասնակիցը լինեին, հենց հերոսներն էին այս ամեն ինչի եւ իրենց պատմությունն էինք մենք ինչ-որ չափով պատմում։ Գենետիկ հիշողությունը շատ մեծ ներդրում ունի այդ հուզմունքի մեջ, որովհետև որքան էլ որ այդ սերնդից չլինենք, միևնույն է կրողն ենք մեր պատմության ու ուզած թե չուզած ամեն եւ ցավոտ եւ լավ էջ պատմության վերապրում ենք ամբողջությամբ, զգում ենք։ Քանի որ ես նաեւ խոսում եմ վերջին իրադարձություններից, ինչ որ կատարվել է Արցախում, ու հիմնական առումով ես դա եմ ցույց տալիս, որ փակված են մի տարածքում եւ չեն կարողանում դուրս գալ,
որը ուղիղ կապ է հաստատում վերջին ժամանակում տեղի ունեցած իրադարձություններից Արցախի, նաև սա խոսում է բոլոր սերունդների համար, այսինքն թե 100 տարի առաջ, թե հիմա եւ թե սկզբում նշեցիք, որ այսօր երկրաշարժի օրն է 1988 թվականի, ես դրանից էլ եմ միանշանակ խոսում ներկայացման մեջ, որտեղ դա շատ մեծ ազդեցություն է ունեցել հայ ազգի վրա եւ Հայաստանի վրա եւ կիսվում եմ իմ ընտանեկան պատմությունից, այնտեղ մի նախադասություն կա, որտեղ որ ասում եմ, որ հենց այդ օրը Երևանում իմ հորաքույրը դպրոցում էր եւ ջահը ընկավ իր ոտքերի առաջ, խոսում եմ պապիկիցս, ով արմատներով Գյումրիից է եւ այդ ընթացքում գնացել է Գյումրի եւ եղել են այդ շատ երկար անվերջ թվացող խցանման մեջ, որպեսզի կարողանան օգնության այնտեղ հասնել եւ միաժամանակ խոսում եմ իմ հերոսներից մեկից, ումից որ ձայնագրություն ինտերվյու էի վերցրել, որ հենց այդ օրը իր ծնողների ամուսնության օրն էր եւ փսակադրություն էր։ Դուք պատմում եք, ես փշաքաղվում եմ, ելուր մնաց ներկայացման մասնակիցները, ինչպես դուք նշեցիք, հանդիսատեսը տեղում չհուզվեր։ Շատ լավ, ինձ նաև հետաքրքիր է ձեր ընտանիքի արձագանքը, երբ որոշել եք առհասարակ դիպլոմայինի թեման հենց սա ընտրել, ինչպես արձագանքեցին եւ պատկերացնում էին, որ դուք հեռուն կգնաք ու ներկայացման կվերածեք ձեր դիպլոմայինը։ Ինձ թվում է, որ մտածել են, քանի որ արդեն այս ասպարեզում էի եւ միշտ այսպես ես ուզեցել եմ Հայաստանի մասին մի պատմող, մի ներկայացում ստեղծել կամ մի գործ ստեղծել ու այս տարիների ընթացքում իրականում եղել է այդպես փոքր գործեր, որ ընթացքում անցել եմ Ֆրանսիայում օրինակ ավարտելուց վերջին տարին մի փոքր այսպես ներկայացում էի արել, որը նաեւ նորից ցեղասպանության մասին էր խոսում եւ այսպես ոնց որ բնականորեն ճանապարհ այդ կողմ էր տանում ծնողները շատ ուրախ են, կարելի ասել նաև հպարտ են շատ եւ բոլորս որտեվ այո, եթե մենք չենք անդրադառնում այն իրադարձություններին, որոնք եղել են նախկինում, որոնցով անցել է մեր ժողովրդի պատմությունը, ուրեմն մենք չենք հիշում այդ ամենը, իսկ այնինչ չես հիշում, չի շարունակվում։ Այնպես որ պահպանելու համար մեր գոյությունը, ազնիվ գոյությունը պետք է մեր անցած ուղին հիշենք։ Եվ կուզենամ շեշտել ամենակարևորս վերջում ինչ որ տեղի ունեցավ, մենք գնացինք Մարոկո, այնտեղ մասնակցեցինք մի թատերական ֆեստիվալի, որի անունը Ֆիտուտ, եւ ֆեստիվալի ընթացքում շահեցինք մարդու իրավունքների մրցանակ, որը շատ կարևոր է ինձ թվում է հայ ազգի համար, եւ այդ մրցանակով հետո վերադարձանք արդեն Հայաստան։ Եվ ինձ նաև արձագանքն է հետաքրքիր, երբ դուք արտերկրում բեմադրությունը ներկայացրիք, ոչ թե արձագանքների մասով հանդիսատեսի բեմադրության առումով, հա, լավն էր, լավը չէր, որքանով էր ստացված, այլ հենց պատմության, չասեցին լավ, էս Հայաստանի հետ էս ինչ է կատարվել, որովհետև ցավոք, այո, այդ կետերը մեր կյանքում շատ են։ Այո, շատ են։ Ես իրականում ներկայացման մեջ ոչ միայն ուզում էի ցույց տալ այդ շեշտել, որ այս բաները եղել է, իհարկե դա ամենակարևոր բաներից մեկն է, բայց նաև որ այս ընթացքներում մենք կարողացել ենք գտնել նաև այս ամենի դրական կողմերը եւ այդ դրականով մենք առաջ ենք շարժվել, որոնք օրինակ ազգագրական այդ պարերն ու երգերն են, միջայլոց նշեմ, որ Անահիտն է ինձ օգնել իմ մտերիմ ընկեր, որը ով ազգագրական պարերը շատ է հասկանում է եւ պարում է մշտապես, ուրեմն արձագանքի առումով ասեմ, որ այնտեղ կազմակերպչական այս ամբողջ ընթացքում մեզ նաև հույները օգնեցին, բացի այնտեղի հայկական ասոցիացիաներից, այնտեղ մի քանի հույն ընկերներ ունեին, ովքեր մեզ ամբողջ ընթացքում մեր կողքին եղան եւ ներկայացումը նայելուց հետո մի հույն մարդ մոտեցավ եւ ինձ ասում էր, որ ինչքան նման է մեր պատմությունները եւ կա այդ նմանությունը։ Այո, եւ նա իրեն ինչ որ առումով մոտ զգաց այս պատմությանը։ Բայց կարող եմ ասել, որ այդպես ինչ որ տպավորություն չեղա, որ շատ տխուր է, ինչու է sense ինչու է ամբողջ այս ճանապարհը sense ծանր, որովհետև այդ թեթևությունը ինձ թվում է ամեն դեպքում մենք պահել էինք։
Շատ լավ, դուք նշեցիք, որ Բարսելոնայում ներկայացումը բեմադրելիս հայ աղջիկ եք գտել, դերասանուհի, ով խաղացել է դերը, ինքն եկել է նաև Հայաստան եւ այստեղի բեմադրության մեջ է հանդես եկել։ Այո, նաև Հայաստան է Լիզան եկել։ Ինտերվյուները վերցնելու ընթացքում ես իմացա, որ մի հայ դերասանուհի է ապրում Մադրիդում, նա շատ փոքր հասակից տեղափոխվել է Մադրիդ եւ ամբողջ իր կյանքը Իսպանիայում է անցել մեծամասամբ, եւ ինտերվյուն վերցնելու ընթացքում այսպես խոսակցություն բացվեց, որ ինչու ոչ գազ Բարսելոնա եւ այնտեղ խաղաց ներկայացման մեջ, այդպես այս ամիսների ընթացքում երևի մարտ ամսից սկսված նա գալիս էր ինչ որ ժամանակաշրջան եւ իրար հետ մենք ապրում էինք եւ ներկայացումն էինք երկուսով ստեղծում, իր ներդրումը շատ մեծ է ներկայացման մեջ։ Ինքը հենց դերասանուհի է, այո։ Ինքը այո, դերասանուհի է, ով երբեք անգլերեն լեզվով շեշտեմ, որ չէր խաղացել եւ հայերեն լեզվով էլ չէր խաղացել։ Միայն իսպաներեն։ Հա, երկուսը իր համար բացահայտում էր, բայց կարծում եմ, որ եթե իմ դերասանուհին հայ չլիներ, կարպետի դերասանուհին, մենք հաստատ չէինք ունենա այս արդյունքը, որտեղ երկուսս էլ մենք էմոցիոնալ տեսանկյունից շատ ուրիշ ձև էինք զգում ու մենք հենց երևի կերպարներն էինք, որտեղ նա սփյուռքահայ էր, ես Հայաստանի հայ ցույց տալիս եւ շատ ուղիղ կապով զգում էինք այդ ամենը, որից հետո այո եկավ Հայաստան եւ որոշեցինք, որ հայ հանդիսատեսի համար էլ ցույց տանք։ Շատ լավ, կրկնվելու են ներկայացումները հայրենիքում։ Հայրենիքում այս պահի դրությամբ չի պլանավորվում, ավելի շատ ցանկանում եմ ես դրսում շրջագայել, որպեսզի Հայաստանի մասին դրսում բնակվող տարբեր ազգերի մարդիկ ճանաչեն հայ ազգին ու Հայաստանի պատմությունը ինչ որ չափով։ Արդեն կան ծրագրեր, ինչ որ լոկացիաներ, որոնք հստակ են։ Այս պահի դրությամբ հստակ չեն, ընթացքում է, բայց անպայման մյուս տարվա մեջ անպայման կլինեն։ Դե ես հուսամ, որ բացի Եվրոպայից նաև այլ աշխարհամասեր այցեր կունենաք։ Արդեն Մարոկոն ասում ենք, որ միշտ 7 ամսվա ընթացքում մենք կարողացանք 3 մայրցամաքում խաղալ ներկայացումը։ Շատ լավ է, հրաշալի է եւ ինձ հետաքրքիր է նաեւ նախապատրաստական աշխատանքները որքան տևեցին, արդեն նշեցիք, որ դերասանուհու հետ մարտից աշխատել եք, իսկ ընդհանուր էս գաղափարից մինչեւ արդեն կենթանի աշխատանք որքան տևեց։ Գաղափարը երևի թե սկսվել է 1 տարի առաջ մոտավորապես եւ անդադ ընթացքում է եղել, իսկ ավելի արդեն կոնկրետ աշխատանքները ավելի ինտենսիվ սկսվել է մարտ ամսից։ Ընթացքը բավականին բարդ էր գտնվելով օտար երկրում, նույն կարպետը գտնելու համար ճիշտ չափս, որպեսզի այնտեղ տանենք հասցնենք, ես Բարսելոնայում երկար ժամանակ հայկական կարպետ էի փնտրում, բայց տենց էլ չկարողացա գտնել։ Ինձ թվում է բավական բարդ գործ էիք ձեռնարկել, Բարսելոնայում շատ դժվար կլիներ, այո։ Բայց հայությունը այնտեղ մեզ բավականին օգնեց ու կարողացանք ունենալ հայ հանդիսատես այնտեղ եւ ոչ միայն։ Շատ լավ է եւ կարող եք նաեւ նշել, թե ովքեր են ուղիղ մասնակցություն ունեցել ներկայացման աշխատանքներին, դերասանուհուն անդրադարձակ, նաեւ բարերի կատարողին, այլ ինչ գործընկերներ եք ունեցել։ Գլխավորը կարող եմ ասել իմ դասախոսներ, Արմանդո Ռոտոնդի է իր անունը, իտալացի, ով հայ ազգին շատ սիրում է, Հայաստանում մի քանի անգամ իջև մեր ծանոթությունը եղել է եւ ինքը ինձ հիմնականում ոգեշնչեց, որպեսզի չկանգնեմ եւ առաջ գնամ իմ գործում ավելի հստակ քայլերով, ավելի վստահ եւ եղել են Անահիտ Չաբանյանը, ով այդ ինքը Մոսկվա բնակ հայ է, ով որ այդ ընթացքում իմ մտերիմ ընկերն է, Բարսելոնայում էր սովորում եւ շատ մեզ օգնեց իր ինտերվյուներից մեկը շեշտեմ, որ իրենից եմ վերցրել եւ ազգագրական պարերի ժամանակ մեզ սովորեցրեց, ասեմ որ ամեն ազգագրական պար ուղղակի չէր ընտրված, քանի որ ինտերվյուների ժամանակ ամեն մեկը մի մասից մի արևմտյան Հայաստանի շրջան պետք է ներկայացնեին, եւ ես որոշեցի հենց օրինակ Մուսալերի դափքի պարն ենք մենք այնտեղ պարում եւ Անահիտը ներկայացման մեջ ներկա է, դափ է նվագում, իսկ Հայաստանում արդեն մեզ օգնեց Սիփանը, ով նորից իմ մտերիմ ընկերն է, երաժիշտ է։ Մենք Հայաստանում մի փոքր փոխեցինք կոնցեպտը, նա շվի է նվագում ներկայացման մեջ, նաեւ երգում է մեր հետ, երգեցողության հարցերում մեզ շատ օգնեց եւ նա երգչախմբի անդամներ գտավ, որոնք ներկայացման ընթացքում երգում են մի քանի տեղեր, որը այսպես ամբողջովին փոխեց ներկայացումը, ավելի տաքուկ դարձրեց, այսպես ասած։
Եվ կարող ենք հետևություն անել, որ դուք բավական լավ ընկերներ ունեք։ Ամփոփելով մեր զրույցը կուզեի նաև նշել, թե ինչ ուղերձ է ներկայացումը տալիս հանդիսատեսին։ Հանդիսատեսին ինձ թվում է մի փոքր այսպես կապ ունի, թե հայ հանդիսատեսին, թե դրսում, եթե ես խոսեմ դրսի հանդիսատեսին, ես կասեմ, որ իրենց առաջին հերթին կարող են ծանոթանալ հայ ազգի հետ եւ հայերեն լեզվի հետ, ինչը որ շատ կարեւոր է, ես անպայման ուզում եի հայերեն լեզուն հնչի ներկայացման մեջ։ Ենթագրերով տրվում է, հա, ինչ որ կերպ ներկայացվում է։ Որ գրվում է, մասեր կան, որ թողնել եմ ուղղակի, որ իրենք լեզուն լսեն, հայերեն լեզվի կառուցվածքից է խոսում, թե երբ է ստեղծվել, քանի տարի ունեն մեր հնչյունները, ոնց են հնչում, այդ ամենի մասին է խոսվում, եւ իհարկե մեր պատմության հետ են ծանոթանում եւ կարելի ասել մեր պայքարի ձևի այս բոլոր տարիների ընթացքում եւ նաեւ նրա, որ տարիներն անցնում են, բայց մեր պատմությունը ցավոք սրտի կրկնվում է։ Այո։ Իսկ Հայաստանում դոկումենտալ թատրոնի ինչ որ մի կոնցեպտ ցույց տալն էր հանդիսատեսին եւ նաեւ ինձ թվում է այդ խաղաղոճը, որ լեզուներ են տարբեր այսպես խառնված իրար։ Շատ լավ, շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար, նաև այն հսկայածավալ աշխատանքի, որը կատարել եք բարձրաձայնելու մեր ունեցած իրադարձությունները տարբեր ժամանակաշրջանների։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, տաղավարում զրուցում էինք Նարե Հակոբյանի հետ, բեմից ինքնություն, կարպետը բեմադրության մասին մենք խոսեցինք, այլևս չեն լինելու այս պայդրությամբ առնվազն Հայաստանում բեմադրությունից հատվածներ, ներկայացումներ չեն լինելու, բայց կարող եք հետևել Նարեի գործունեությանը, թեկուզ տարբեր երկրներում արդեն, գուցե այնպես պատահի, որ հանդիպեք ներկայացմանը եւ պարտադիր դիտելու ներկայացում է, ես կարծում եմ սա, այնպես որ հետևեք այդ մասով, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։